Օպերան երաժշտության և դրամայի յուրահատուկ սինթեզ է, որը ծնվել է 16-րդ դարի վերջին Իտալիայում։ Հայաստանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը բացվել է 1933 թվականին «Ալմաստ» օպերայով։ Շենքը բաղկացած է երկու հիմնական սրահից՝ Արամ Խաչատրյան համերգասրահից 1400 տեղ և օպերային սրահից։ Օպերաները հաճախ հիմնված են լինում պատմական հերոսական պայքարի պատմությունների վրա։ Օպերան մնում է համաշխարհային մշակույթի ամենատպավորիչ և բարդ ժանրերից մեկը, որը միավորում է արվեստի տարբեր ճյուղեր մեկ բեմում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1933 թվականի հունվարի 20-ին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ։ Թատրոնի ինքնատիպ շենքը նախագծել է գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության համար շատ կարևոր է եղել, քանի որ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթներն են այստեղ կիրառված ներդաշնակության ու համաչափության մեջ, ստեղծելով նոր որակ և արդիական հնչեղություն։ Համերգային դահլիճի դիմաց 1999 թվականին տեղադրվել է աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի հուշարձանը։ 1937 թվականին թատրոնի շենքի նախագիծը արժանացել է ոսկե մեդալի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ միաժամանակ ստեղծվել է նաև մերձակա-թատերական հրապարակը, որը 1991 թվականին վերանվանվել է Ազատության հրապարակ։ 1957 թվականին թատրոնի հրապարակում տեղադրվել են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանները։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանի ամենամեծ մարզահամերգային կառույցն է, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա Հրազդան գետի մոտ։ Այն ունի յուրահատուկ ճարտարապետություն, թևերը բացած թռչունի տեսքով և խորհրդանշում է խորհրդային Հայաստանից անկախ Հայաստան անցումը։ Համալիրը բաղկացած է երկու մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը մարզադահլիճը շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։ Համալիրի յուրահատկություններից մեկը դրա 1008 տեղանոց սրահն է, որը հնարավոր է հեշտությամբ ընդարձակել՝ բեմահարթակը պտտելով։ Համալիրի գլխավոր սրահը բաղկացած է 6000 տեղից, բայց կարող է ընդլայնվել մինչև 8800-ի։ Այստեղ համերգներ են տվել Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Տեմիս Ռուսոսը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Յան Գիլանը, Բոնի Էմը, Յանին և այլն։